Սարատին շարունակվում է, միացեք հեռուստացույցին նամանավատային մարդիկ, ովքեր որ ինպես ունեն պրես, կլոր պրես, շատ կարևոր ինֆորմացիով լի եթերը լինելու, այնպես որ տարվա յուրաքանչյուր եղանակ բերում է իր պահանջները, վստահ եմ յուրաքանչյուրը դա գիտեք եւ ամառը հանգստի ժամանակն է լողազգեստ, որը ենթադրում է դիետաներ նիհարել, ինչպես նաեւ պարբերաբար քաղաքից դուրս գնալու, այնտեղ համեղ սնվելու, ինչպես դա համատեղել այդ դիետաները համեղ սնվելը ինչը շատ դժվար է, չգիտեմ։ Հայաստանում ամառը նաեւ համեղ բանջարեղեններ վայելելու ժամանակն է, բայց այս ամենին աստիճանաբար կանդրադառնանք մեր հյուրի հետ, ով 15 տարի այս ոլորտում է։ Մեր հյուրն է առողջ ապրելակերպի մասնագետ Պավել Բաբասյանը։ Լույս առավոտի։ Բարի լույս։ Շնորհակալ ենք, որ առավոտը կիսում եք մեզ հետ եւ միանգամից հնչեցնենք առաջին հարցը, պարոն Բաբասյան։ Հաճախ ամռանը մարդիկ սկսում են տարատեսակ եւ խիստ դիետաներ պահել արագ արդյունքին հասնելու ակնկալիքով, որն է ամենատարածված սխալը, որը դուք տեսնում եք։ Նախ եթե խոսենք ամառվա մեր սեզոնի մասին, ամառը իրականում լավագույն ժամանակն է հենց բեռնաթափվելու համար, որովհետև կա լի ուտելիքներ, ընդ որում բազմազան տարբեր գույների եւ ամենամեծ սխալը մարդկանց հիմնականում նա է, որ փորձում են սահմանափակել։ Այսինքն մենք ունենք լայն ընտրանի, չէ, ուտելիքների առումով, սակայն մարդիկ սկսում են սահմանափակել եւ չուտել ու փորձել ինչ-որ դիետաներ անել։ Ահա, այս է խնդիրը։ Բայց կարծում եմ մի քիչ ավելի հետ գնանք եւ առաջնային կետերից այն է, որ օրինակ ինչ որ դիետա, որը որ համապատասխանում է Պողոսին, չի կարող համապատասխանել ինձ։ Նույնն ասենք Անահիտին, Պետրոսին եւ այլն, ամեն մեկիս օրգանիզմը տարբեր է։ Այսինքն առաջնայինը պետք է սկսել համապատասխան ստուգումներից, կարծում եմ, չէ՞։ Քաշ գոյություն ունի, այս պայդրությամբ մենք առողջական ինչ խնդիրներ ունենք, ինչ է մեզ պետք, ինչը մեզ պետք չէ։ Առաջնայինը երևի դրանից է պետք սկսել։ Նոր ընտրել ինչ-որ X դիետա։ Այո, կարելի է, կան մի քանի հարցեր, որոնցով կարելի է փոքրիկ թեստավորում անել մարդկանց, օրինակ առաջին հարցը, որը ես սիրում եմ տալ մարդկանց, ինչ ես նախաճաշում։ Ես օրինակ ոչ մի բան։ Ես նախաճաշում եմ հավտիթով կամ տվորակ։ Կատնաշոր, այո։ Կարևոր է նախաճաշի առկայությունը եւ նախաճաշը պետք է լինի բալանսավորված, այսինքն մեր ափսեն ոչ միայն պետք է սպիտակուցով հարուստ լինի, այլ նաեւ օգտակար ճարպեր, բջջանյութ, ածխաջրեր ու լավագույն օրվա մեկնարկը դա հենց առողջ նախաճաշն է հանդիսանում։ Շատ լավ։ Հայաստանում ամառը հարուստ է թարմ բանջարեղեններով եւ մրգերով, ինչպես ճիշտ համադրել դրանք, որպեսզի օրգանիզմը ստանա առավելագույն օգուտ։ Եթե վերցնենք միրգն ու բանջարեղենը, ամեն հիմնական սնունդ ընդունման ժամանակ հարկավոր է, որպեսզի լինի հենց բանջարեղեն, ընդ որում գունավոր եւ ցանկալի չի, որ արդեն հատկապես ամռանը մենք իրան խառնենք տարբեր սոուսների կամ մայոնեզի եւ այլնի հետ, հա, կարելի է հենց ավելի թարմ կիտրոնի հյութով կամ այսօր հունական յոգուրտը կարծես փոխարինում է նաեւ թթվասերին, ինչով ավելի հեշտ եւ թեթև համադրություն ենք ստանում։ Իսկ մրգերի հետ կապված դա թերևս այն ռումբն է շատերի դեպքում, որ գիշերը հատկապես մտածում են թեթև սնունդ է, բայց արի ուտես մենք մեծ վնաս ենք հասցնում, քանի որ ինքը արտադրելու է ինսուլին, որպեսզի նվազեցնի շաքարը, իսկ մեզ դա պետք չի հատկապես գիշերը։ Այսինքն գիշերը, երբ որ ունեք սիրտդ ուզում է ձմերուկ կամ եմիշ կամ խնձոր, չի կարելի։ Եթե մի քիչ կարելի է գորնել։ Ավելավա մի քիչ, բայց գնանք քայլենք, որպեսզի վերացնենք ռիսկը, խնդիրը, հետևանքները, հա, բայց ցանկալի է օրվա սկիզբ տեղափոխել, այսինքն եթե սիրում ենք շատ միրգը, բերենք օրվա սկիզբ։ Իսկ եթե մարզվում ենք, ապա դա նույնպես լավագույն տարբերակ է հանդիսանում, հատկապես մարզումից հետո արագ էներգիա հավաքելու համար։ Պարոն Բաբասյան, շատերը հանգստի ընթացքում կորցնում են սննդային կարգապահությունը, հնարավոր է հաճույք ստանալ սննդից առանց ավելորդ կիլոգրամներ հավաքելու։ Եկեք ընդունենք, որ երբ որ գնում ենք քաղաքից դուրս հանգստանալու, շատ ժամանակ գալիս ենք տուն հոգնած։ Ես հոգնած եմ միշտ այդպես։ Ու կարծես մի քանի օր ժամանակ է պետք, որպեսզի վերականգնվենք։ Ես գտել եմ մոտավոր մեխանիզմ եւ իմ հաճախորդներին նույնպես խորհուրդ եմ տալիս, թե ինչպես անել, որպեսզի թեթև անցնի օրը եւ կան տուն վայելած եւ
նույնիսկ հանգստացած, որովհետև մեր հիմնական խնդիրը նա է, երբ որ գնում ենք քաղաքից դուրս, սեղանը դնում ենք ու անդադար այդ սեղանը մնում է հենց այդպես։ Հարկավոր է ուղղակի ֆիքսել ժամեր, այսինքն ունենանք 2 կամ 3 սննդի ընդունում։ Ոնց ենք տանը սեղանը հավաքում, նորից դնում, հա։ Այդ նույն կանոնով եթե առաջնորդվենք, այլ ոչ թե անընդհատ ծամելու սկզբունքը օգտագործենք։ Մի հատ միրգ, մի հատ չիփս, մի հատ հետո պոպոկ եւ անընդհատ ձմերուկ, հետո խորովածը ու հետո բադրջան պոմիդորը խորոված են, տապակած են։ Տամոքսը զարմանում է կոնկրետ։ Եւ դեռ չենք խոսում խմիչքների, գազավորված ըմպելիքների, ալկոհոլի եւ սուրճի մասին, որովհետեւ այդ ամեն ինչ ուղղակի հա հարկավոր ուղղակի մի քանի խմբերի բաժանել, եթե թույլ կտակ, ես կարող եմ խորհուրդներ տալ, ինչպես կարելի է անել, որովհետև բնականաբար բոլորի բեռնախցիկներում ահագին գնում է այնտեղ ծմերուկը, եմիշը, չէ, ըմպելիքները, առաջին ավելի լավ է հենց սկսենք մրգերից եւ այդքանով ավարտենք մրգերի ընդունումը, որովհետև ծանր սնունդից հետո, խորովածից հետո պատկերացրեք, միսը ինքը շատ երկար է մնում ստամոքսում, մարսում եւ մսի վրայից գնաց արդեն միրգը, ինչը ծանրություն առաջացրեց եւ կարելի ասել թթվեց ներսում, ինչից էլ առաջանում են հենց մարսողական խնդիրները, դժվարությունները, վքնացությունը։ Դրա համար սկսեցինք մրգերից, որից հետո եկավ հիմնական խորովածը աղցանով, բջջանյութով, նոր արդեն դրանից հետո կարելի է մի քիչ քաղցրացնել մեր երեկոն ու այդքանով ավարտել կարծում եմ։ Այսինքն լինի 2-3 ժամ ինտերվալ ու եթե խոսենք նաև սննդի հիգիենայի մասին, որովհետեւ չթունավորենք սնունդը, եթե կա հնարավորություն այնտեղ սառնարան ունենալու, անպայման պետքա սառնարանում լինի մթերքները։ Մենք այս դիետաների ընթացքում, այդ նիհարելու ընթացքում, արդյոք այ հետաքրքիր է, սուպերմարկետում մենք տեսնում ենք վաճառվում են տարբեր բատոնչիկներ, տարբեր յոգուրտներ, որոնք նպաստում են նիհարելուն, որ լայն տարածում ունի դա։ Այ արդյոք այդ դիետաների ընթացքում ճիշտ է դրանից օգտվելը, թե մասնագետի հետ խորհրդակցելուց հետո միայն։ Եթե ընդհանուր առմամբ տիրապետում ենք կալորիականությանը ու պատկերացնում ենք, թե տվյալ բատոնչիկը կամ օգտակար սնունդը արդյոք լրացնելու է մեր սննդային պաշարը, թե հակառակը դա ավելացնելու է, այս է խնդիրը։ Դրա համար մարքեթինգային զոհ գնալը, որ ամեն ինչ դիետիկ, պրոտեինային, դա ես ընդունում եմ, ես ինքս հետևում եմ դրան, սակայն մեզ այստեղ գիտելիքներ են պետք, որպեսզի մենք ճիշտ օգտագործենք, ճիշտ ընդունենք այդ ամենը։ Խոսենք ջրազրկումից։ Ջրազրկումը հաճախ անտեսվում է, ինչ նշաններ են հուշում, որ օրգանիզմը բավարար հեղուկ չի ստանում, որտեղ ամռանը իրոք շատերս կարող են ջրազրկվել ոչ ճիշտ հեղուկ։ Ամենատարածված խնդիրը, հատկապես ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ, դա այտուցներն են, երբ որ մարմինը, ծայրամասերը, ոտքերը այտուցվում են, դա նշանակում է, որ ջուր բացարձակ չեն խմում իրենք։ Եվ սուրճն է իրանց մոտ տիրում ավելի շատ։ Իսկ եթե ընդհանուր առմամբ վերցնենք, ապա էներգիայի պակասը օրվա ընթացքում դա հենց ջրի պակասից է լինում։ Այսինքն ցերեկը հոգնածությունն մոտը դա ջրի պակաս։ Օրինակ ես հիմա եկել եմ ձեր տաղավար, այն կողմում իմ հետ բերել եմ իմ լիտրանոց հեղուկը։ Ես էլ ունեմ ջրի։ Որպեսզի ես անընդհատ օրվա մեջ մենք ստանանք ու հովանանք, չէ՞ որ ամռանը մեր օրգանիզմը կարիք ունի հովացնելու մեզ այս շոքին։ Մենք պետք է օգնենք իրան, ինչքան սնունդը լինի ծանր յուղոտ, այնքան մենք ավելի կշոքենք։ Եվ շատ ժամանակ մարդիկ ընտրում են օրինակ սառը, շատ սառը ջուր կամ պաղպաղակ իբրև զովանալու համար, բայց շատերը նկատած կլինեն, որ պաղպաղակից հետո հակառակը ավելի շոքում։ Ինչու՞, որովհետև սառը, երբ որ պաղպաղակը մենք ուտում ենք, ստամոքսը պետքա այնքան չարչարվի եւ ճեղքի այդ ճարպը եւ շաքարը, ինչը շատ ռեսուրս է իրանից պահանջում, այսինքն մարմինը սկսում է տաքանալ, ինչից մենք էլ սկսում ենք շոքել։ Դրա համար ավելավա հաճույք անվանել, քան թե հովանալ։ Պարոն Բաբասյան, իրական առողջ ապրելակերպ թեման այն թեման է, որ դրա մասին 15 րոպեվա ընթացքում չես կարող այդ ամբողջ ինֆոն զետեղել եւ խոսել, բայց այն կարևորագույն 3 խորհուրդները, որ կտաք մեր հեռուստադիտողին, առաջին հերթին
պետքա սկսել որոշումից եւ սեփական անձի հանդեպ մեր եսի ինքնակատարելագործումից։ Խոսքը միայն արտաքին խնամքի մասին չէ, այլ նաեւ մեր ներքին խնամքն է շատ կարեւոր։ Օրը պետքա սկսել ջրով, առաջին քայլը ցանկալի է գոլ ջրով, որպեսզի դրանով խթանենք մարսողության ընթացքը եւ հաջորդը պարտադիր նախաճաշ։ Եվ նախաճաշը համարվում է արտանալուց հետո այդ 1 ժամվա ընթացքում ընդունած սնունդը, որից հետո ջուրը պետքա միշտ ուղեկցի մեզ օրվա ընթացքում։ Կա հատուկ բանաձև, կարծում եմ շատերը գիտեն, ամեն կիլոգրամին 30 մլ հեղուկ եւ շատ հեշտ է հաշվել։ Ընդհանրապես պետքա տրոհել դա օրվա ընթացքում մի քանի ընդունումների կամ շիշ ունենալ կամ բաժակը միշտ լինի աշխատանքային սեղանին ու ջուրը կուղեկցի։ Եվ երրորդ խորհուրդը դա կլինի հաճախակի սնունդը քիչ չափաբաժիներով, որով կարողանանք եւ կալորիաները ստանանք եւ նաեւ գոյություն ունի սպիտակուցի յուրացման ֆակտոր, դա շատ կարևոր է։ Մեր մարմինը, եթե ուզում ենք երիտասարդ տեսք ունենալ երկար տարիներ, միջև ծերություն, սպիտակուցի ֆակտորը ամենակարևորն է։ Իսկ սպիտակուցը դա դժվարամարս սնունդ է համարվում, դրա համար մենք բաժանում ենք նորից մի քանի մասերի օրվա ընթացքում, որպեսզի հասցնենք հավքի, թավինիս, ձուկ եւ այլն լոբազգիները, իսկ ամառվա սեզոնին ցանկալի ընտրել ամենաթեթև տարբերակները։ Իսկ սովապահության մասին ինչ կասեք։ Օրինակ կան մարդիկ, որ ամսվա կտրվածքով 1-2 անգամ սովապահություն են անում։ Դա նույնպես իր դրական ազդեցություն ունի բնականաբար, այո, կան մարդիկ, ովքեր դա դարձրել են կենսակերպ, ամսվա մեջ կատարում են նման, կարելի ասել բեռնաթափում են իրանց բջիջները։ Բայց դա եւս պետք է պրոֆեսիոնալ անել, որովհետեւ կարող է վնասել օրգանիզմը։ Ստատիկի խորհուրդը որ անես։ Այո, ես խորհուրդ եմ տալիս մասնագետի հետ անցնել ճանապարհը, որովհետեւ այսօր եկեք անկեղծ խոսենք, որ ինֆորմացիոն քաոս է տիրում, հատկապես համացանցում կան բազմաթիվ ինֆորմացիա եւ կարող է հիմա ես էլ ինչ որ բան ասեմ եւ մեկը ասի դա հակասական է թվում, չէ՞։ Դրա համար ցանկալի է գտնել լավ մասնագետ, ով քեզ կուղեկցի եւ այդ ճանապարհը ընկերովի կանցնես։ Համել կլինես համախոհների խմբի մեջ, ինչը ավելի հեշտացնում ամեն ինչ։ Դե այսօր մեծամասնությունը նույնիսկ արհեստական բանականության են հարցնում, ինչ որ բանը լավ է կամ այսպես անեմ։ Այո, հավատացեք, արհեստական բանականությունը նույնպես կարող է ճիշտ խորհուրդներ տա։ Բայց հակառակն կարող է։ Կարա սխալվի, բայց այն սիրտը, այն ջիգարը, որ մենք հայերով, չէ, կարողանում ենք իրան ջանջիգարով մասնագիտական եւ կիսվել մեկս մեկի իրական խորհուրդ էմոցիաներով, դա ինձ թվում է մենք այսօր վերցնում ենք էմոցիաները հենց իրարից, իսկ արհեստական բանականությունը զուտ կտա 4 ինֆորմացիա։ Իսկ ներողություն, լավ է որ կամ ճիշտ է, նորմալ է, երբ որ մարդը մի շաբաթ կամ 10 օր ինչ-որ դիետա է պահում, ճիշտ սնվում է, բայց կանգնում է կշերքի վրա նույն թվերն է, բան չի փոխվում։ Նորմալ է դա։ Իհարկե դա նորմալ է, այսինքն պետք չեն կճվել, պետք է շարժվել։ Այ հենց մեր խնդիրը մեր ժողովրդի դա որ արագ են արդյունք ուզում, արագ որ կշերքի վրա տեսնեն թվերը։ Իմ մոտեցումը մի քիչ տարբերվում է եւ ես ցանկանում եմ որ մենք նպատակ դնենք 1 տարի, որ մենք 1 տարի հետո հիմա լողավազանի սեզոնն է։ Շատերը էլի չհասան իրանց արժև դրած նպատակին, հա։ Դրա համար կարևոր է դնել երկարաժամկետ ծրագիր ու փոքր քայլերով գնալ անել։ Չէ՞ որ մենք դպրոցը տարերը սովորել ենք 1 տարում։ Եվ սնվելու այբուբենը նույնպես ժամանակ է պահանջում։ Հա, մենք ինչ որ տարեր ստեղից ընդեղից վերցնում ենք, բայց մենք չենք կարողանում լիարժեք մեր համար ինքներս ծրագիր կազմենք։ Դրա համար սկսեցինք ջրից, հետո մի ամիս սկսեցինք նախաճաշից, հետո 3-րդ ամիսը սկսեցինք կանոնավոր սնվել, 3 ամիս պահում ենք։ 21 օր է, չէ՞ պետք է ինչ որ սովորույթ ձևավորել։ Հա, եւ շատ հեշտ է 3 օրվա ընթացքում նորից հետ վերադառնալ այն կետից, որից սկսել եք։ Այո, որովհետեւ չես կարող առավոտյան արթնանալ եւ որոշել վերջ այսօրվանից առողջ եմ ապրում, այսինքն մի օր պիտի ջուր ավելացնես։ Եվ գիտեք ինչ, մենք միշտ ուզում ենք որ լինի իդեալական պայմաններ։ Չկա իդեալական պահը հենց հիմա է, հարգելի հեռուստադիտողներ, այդ իսկ պատճառով մի ասեք թող գա ամսի 1-ը, գա 2 շաբթին, գա չգիտեմ ինչ որ ծնունդս անցնի նոր կամ չգիտեմ նոր տարին գա, անդադար միշտ պատճառաբանություններ փնտրում ենք, բայց ինձ թվում է եթե որոշում ես պիտի անես հենց այդ պահին։ Նաև ունենք քաղաքացիներ, վստահ եմ մեր հեռուստադիտողների մեջ կլինեն, որ
մեկ անգամ օրինակ նվազում է քաշը, պահում են ինչ-որ դիետաներ, հասնում են ինչ-որ X արդյունքի եւ մտածում են, որ վերջ, այսքանով սահմանափակվում ենք, իմ մոտ ամեն ինչ իդեալական է մնալու, բայց չէ որ դա ապրելակերպ է եւ դա մշտապես պետք է հետևել օրգանիզմին։ Ես համեմատում եմ օրինակ կինը, եթե մեկ շաբաթ կամ 10 օր եթե չխնամի իր մաշկը, վստահ եմ, որ 10 օր հետո շատ վատ արդյունքների կգա, չէ՞։ Այդպես է։ Նույնը օրգանիզմի դեպքում, նույնը, այսինքն եթե լրիվ նույնն է, որովհետև եթե մենք պետքա խնամենք մեզ ներսից, չէ, մենք էլ ենք մեզ խնամում որպես տղամարդ, պարտադիր չմենակ կանայք լինեն, մենք պետքա միշտ հետևենք մեզ, այսինքն եկեք դիետա չանվանենք այս ամեն ինչը, այլ անվանենք կենսակերպի նոր փոփոխություն, որին պետքա սիրահարվել ուղղակի, որովհետև երբ որ դու քեզ նայում ես հայելում, դու քեզանով հպարտանում ես արդեն։ Այդ պատճառով նորից այն խորհուրդները, որը տվեցինք, պետքա ուղղակի սա դարձնել շարժառիթ, որպեսզի զբաղվենք մեզանով ոչ թե ժամանակավոր, այլ միշտ։ Եվ քանի որ արդեն հասցրեցինք խորհուրդներ տալ գրեթե մեր բոլոր հեռուստաեթերներին, բայց նրանց մեջ կան մարդիկ, ովքեր որ վաղ առավոտից մինչև ուշ երեկոյան իրականում ֆիզիկապես չեն կարողանում հասնել եւ սպորտով զբաղվել կամ առողջ ծնվել շատ արագ ոտքի վրա դասում fast food կամ տենց արագ մի բան ուտում են ու գնում են կրկին աշխատանքի ու այնքան գերհոգնած են լինում, որ նույնիսկ 1 ժամ ունենում են շունչ քաշելու, ասում են ես ավելի մի ժամ գոնե հանգստանամ, որովհետեւ արժեվում շատ մեծ գործ ունեմ, համակարգչի առաջ նստող աշխատող մարդիկ մեծամասնությունը հիմա նույնիսկ ակետից բեկետը հասնելու համար մենք շատ երկար ժամանակ ենք ծախսում ցուցանումների մեջ, այսինքն պետք է հասցնել դա անել։ Ինչ խոր կտանք գոնե օրվա մեջ գոնե մինիմալ իրանք ինչ անեն, որ գոնե մի փոքր իրենց օրգանիզմը լավ զգա իրենց։ Եթե փորձենք մի փոքր պլանավորել եւ 15 րոպե շուտ արտանալ, մենք կարողանանք մեր համար առողջ ճաշ պատրաստել եւ մեր հետ տանել գործի, որովհետեւ հեշտ է ասել ես զբաղված եմ, ժամանակ չունեմ ու ընտրենք ամենաարագ, ամենասխալ սննդի ընդունումը։ Դրա համար եթե փորձենք պլանավորել, հաշվի առնելով էլի ամռան այս սեզոնը, որ ամեն ինչ հասանելի է այսօր, ընդհանրապես կարելի է այրոգրիլում հավի կրծքամիսը խաշել եւ հետը տանել, հա, կամ այլ ցանկացած ուտելիք։ Ընդհանրապես պետքա մարդը մի փոքր ուզենա։ Բայց այսինքն ինչքան լավ բան է դա, այդ այրոգրիլը։ Իհարկե, առողջ, առանց ավելորդ յուղի ձեթի։ Դա արդեն առանձին ուրիշ թեմա է, դրական ենք շատ, խոսենք այրոգրիլի մասին։ Իսկ մեր հյուրն էր առողջ ապրելակերպի մասնագետ Պավելը Բաբասյան, այս հարցազրույցը եւս մենք անգամ իջեցնեմ, կարող եք գտնել Կենտրոն հեռուստաընկերության YouTube-յան պաշտոնական էջում, վստահ եմ այստեղ կան շատ կարեւոր հետաքրքիր խորհուրդներ, որոնք պետք է գան յուրաքանչյուրս, անկախ նրանից քաշի հետ խնդիր ունեք, թե ոչ, առողջ ապրելակերպը շատ կարևոր է։ Մաքսիմալ փորձեք առողջ ծնվել եւ առողջ ապրել։ Շնորհակալ ենք շատ։ Ձեզ էլ եմ շնորհակալ։ Մեր հայ ժողովրդին մաղթում եմ հետևեն իրենց եւ լինեն իրենց լավագույն կազմվածքի մեջ։ Այո, եւ եղեք Շնորհակալ ենք։ Ձեզ լավոր, իսկ մենք անցնում ենք առաջ, ունենք շատ տաղանդավոր հյուր, ով արդեն այստեղ է եւ սպասում է իր տաղավարում հայտնվելուն, մնացեք մեզ հետ, վարքյան նրանց կիմանաք թե ով է նա։